Լավելի Նիկոլես, ի՞նչ ես անում։ Մեկը փրկիչ, մյուսը հզոր։ Մենք որ կայինք Նիկոլը չկար։ Ինքն է մեր պրոյեկտը եղել իրեն։ Անուրեմը շարունակում է նախընտրական բլից հարցեր ուղղել քաղաքական ուժերի ներկայացուցիչներին։ Մեր այսօրվա հյուրը Լուսավոր Հայաստան կուսակցության վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանն է։ Գնացինք։ Այսօր մարդիկ հաճախ ասում են, իշխանությունն էլ է հիասթափեցրել, ընդդիմությունն էլ։ Այդ իրավիճակում կոնկրետ որ դատարկությունն է փորձում լրացնել Լուսավոր Հայաստանը։ Մարդիկ ճիշտ են ասում, եւ այն պարլամենտը, որ այսօր կա, այն պետք է չլինի։ Այդ պարլամենտը չլինելու համար է, որ նաև մենք կանք այս ընտրություններում պետք է քվեարկեն Լուսավոր Հայաստան կուսակցության օգտին եւ այդ բացը լրացնենք։ Քաղաքականության մեջ որ մեղադրանքն է ձեզ ամենաշատը նյարդայնացնում։ Արևմտամետ, չափազանց մեղմ, թե միշտ ընդդիմադիր։ Գիտեք, այդտեղ մեղադրանք չկա, տարբեր ժամանակներում տարբեր բաներ մեզ ասել են, նորմալ եմ վերաբերվում։ Իսկ եթե քարոզարշավի ժամանակ քաղաքացիներն ասում են բոլորդ էլ նույնն եք, ձեր առաջին պատասխանը որը կլինի քաղաքացու։ Ես դեպք ա եղել, որ ասել եմ դուք ու ձեր հարևանը նույնն եք, ասել եմ չէ, ասել եմ, բա ոնց եղավ, որ բոլոր քաղաքական ուժերը նույնն են։ Որ խնդրի արագ լուծումը խոստանալը դուք կհամարեք քաղաքական խաբեություն։ Օրինակ, այնպիսի խոստումներ կան, որ հիմա ես նայում եմ, տեսնում եմ, որ լրիվ սուտ է, նույն խաղաղության վերաբերյալ, նույն սոցիալական իրավիճակի փոխելու վերաբերյալ լրիվ սուտ խոստումներ են։ Մենք ժողովրդին խոստանում ենք, որ իրենց ինքնությունը, մեր ժողովրդի ինքնությունը, պետական շահը մենք պաշտպանելու ենք առաջին օրից սկսած։ Դա չի կարող սուտ լինել, որովհետև մենք հիմա էլ ենք դրանով զբաղված։ Եթե իշխանության գալուց հետո պարզվի, որ ձեր ծրագրի մի մասը իրատեսական չի եղել, հրապարակային կասեք, որ այստեղ սխալվել եք։ Հրաժարական կտանք։ Միանգամից։ Այո։ Եթե մեկ տարի անց քաղաքացին գնահատի ոչ թե ձեր ելույթները, այլ իր աշխատավարձը, կոմունալները, կյանքի որակը, կոնկրետ ինչ պետք է փոխված լինի, որ ասի այս ծրագիրն աշխատեց։ Մեր ծրագիրը սոցիալական չի, մենք սպառողական խոստումներ չենք տալիս, ասենք դեղերը կեժանացնենք, անվճար կբուժենք, թոշակը $1 միլիոն կդարձնենք, մենք տես խոստումներ չենք տալիս, մենք ասում ենք, որ առաջին հերթին պետք է պաշտպանել մեր պետությունը, այս գոնե այս եղած սահմաններով, որովհետև վտանգված ենք, որից հետո կանցնենք մնացած այդ սոցիալական հարցերին։ Իսկ մեկ տարի հետո ժողովուրդը տեսնելու է, որ Հայաստանը ունի ավելի լավ բանակցային վիճակ, ավելի լավ բանակցություններ են գնում, ավելի լավ հարաբերություններ ունենք հարևանների հետ եւ ոչ մի կրակոց մեր սահմանների վրա չկա։ Այդ ժամանակ կլինի, որ մենք մեր գործը արել ենք։ Այս պայն ավելի շատ պայքարում եք իշխանության հասնելու, թե քաղաքական վստահությունը վերականգնելու համար։ Պայքարում ենք իշխանությունը փոխելու համար, քաղաքական վստահության խնդիր չունենք, խնդիր ունենք ռեսուրսների բացակայությունը քաղաքականության մեջ դժվարեցնում է մարդու գործը, քաղաքական ուժի գործը, բայց հույս ունեմ, որ մեր ժողովուրդը չի նայելու ծախսված ռեսուրսներին տարբեր քաղաքական ուժերի, այլ գաղափարի կողմը կգնա եւ գաղափարին կաջակցի։ Ձեզ գաղափարակից այլ որ ուժին եք համարում։ Մեզ գաղափարակից ուժ ես պայն չեմ տեսնում ես, որովհետև այն օրակարգը, որ մենք առաջ ենք քաշել, այն բովանդակությունը, որ մենք բերել ենք, որևէ մեկը դրանից չի խոսում։ Որն է այն հարցը, որ լրագրողները ձեզ գրեթե երբեք չեն տալիս, բայց դուք կցանկանայիք պատասխանել այդ հարցին։ Գիտեք, չի լինում նման բան։ Եթե լինում է, օրինակ ինձ ասում են, կասեք ինչ հարց կուզեիք ձեզ տանք, բայց կարող է ինչ-որ օր լինի, որ ինչ-որ օրը իրադարձություն լինի, իրադարձային ես ասեմ, օրինակ այս հարցը ինձ տվեք, բայց չկա նման բան։ Իսկ այսօրվա իրադարձայինի հետ կապված, օրինակ այսօր նկատել եք ինչ-որ։ Այո։ Այսօր Նիկոլ Փաշինյանը գորգորում էր միտեղ, չգիտեմ որտեղ է քարոզարշավի դուք կիմանաք, ասում էր, որ Ռոբերտ Քոչարյանը պետքա նստի մարտի 1-ի գործով, պետքա իրան արձագանքել sense։ Լավելի Նիկոլես, ի՞նչ ես անում, այս sense, որովհետև Ռոբերտ Քոչարյանը պետքա նստի բանով բառակապակցությունով կամ չեմ նախադասությամբ կամ վերնագրով Նիկոլ Փաշինյանը մի հատ 21 թվին է ընտրվել։ Հիմա 5 տարի անց ուզում եմ մտա 26-ին ընտրվի։ Դրանից առաջ մինչև 21 թիվը Սահմանադրական դատարանի անդամներին ինքն է փոխել, որ Ռոբերտ Քոչարյանը նստի ու իր փոխած Սահմանադրական դատարանը Ռոբերտ Քոչարյանին արդարացրել է։ Ու ինքը եկե 26 թվին ընտրություններից ասում Ռոբերտ Քոչարյանը պետք է նստի։ Լավ էլի, ուրիշ քարոզչական բան չունես, այսինքն այդքան աղքատ է քո քարոզչական գործիքակազմը։ Հոգնեցինք այդ Ռոբերտ Քոչարյանի նստելուց։ Ասենք Ռոբերտ Քոչարյանը ոչ նստում է, ոչ բան, ուղղակի ինքը դրա վրա, ասենք անիմաստ փորձում է նորից վերընտրվի, էլի, ասենք ամոթ է, լավ չափ կա, ձև կա։
Ծիծաղ, միայն ծիծաղ առաջացնում ինքը այս բանը։ Վերջին շրջանում դուք աչքի եք ընկել նաև ձեր պարով քարոզարշավների ընթացքում։ Ինչու եք պարում եւ ում եք նմանակում։ Ոչ մեկին չեմ նմանակում, փոքր ժամանակ Մայքլ Ջեքսոնի ոճով եմ շատ պարել, սեր ունեմ պարելու։ Մեր երգը քարոզարշավի շատ լավ երգ է եւ ես ուզում եմ նաև ձեր համար միացնեմ մի փոքր մասը։ Եվ այս երգը, որ միացնում ես, չէ, ընկնում է ծնկները, դեռ ժողովուրդ ասում է ծնկներս ընկավ երգը, սկսեցի պարել։ Իմ մոտ այդպես եղավ, շատ բնականից, բայց ինչ որ մամուլի տարբեր միջոցներ վատ են լուսաբանել այն իմաստով, որ իբր թե մարդ չկար ստիպված պարեցի։ Բավականին շատ մարդ կար, մենք բեմի վրա 3 հոգով էինք, այո։ Բեմի վրա 3 հոգով էինք, իսկ ներքևը լիքը մարդ կար, բայց այդ 3-ից միայն ես պարեցի, չէ՞։ Այս երգը դասավորված է այն ձևով, որ մեկը փրկիչ, մյուսը հզոր, որ կարծում են իրենց թագավոր։ Այսինքն ինքը նրա մասին է, որ մեր ժողովուրդը հոգնել է, արդեն այս կեղծիքից, իրականում պարզապես կատու վիճակ է։ Վերջին հարցը, ինչպես քաղաքացին վստահ լինի, որ դուք Նիկոլի պրոյեկտը չեք։ Գիտեք, մենք որ կայինք Նիկոլը չկար, որպես Նիկոլ այդպիսին էլի, որ պրոյեկտ լինեինք։ Այսինքն որ մենք որ ընդդիմադիր էինք, Նիկոլը սովորական ընդդիմադիր էր։ Մենք որ կուսակցությունը հիմնել ենք, Նիկոլն էր կուսակցությունը հիմնել մի քանի ամիս առաջ, այսինքն ոնց կարանք լինենք ինչ որ մեկի պրոյեկտը, որ այդ մեկը ինքն է մեր պրոյեկտը եղել իրականում, որովհետև երկդաշինքի ժամանակ մենք շատ մեծ Երևանի ընտրություններում մեծ լավություն արինք իրան առաջադրելով Երևան քաղաքի քաղաքապետի տեխնացու։ Եվ այդ պրոյեկտը շատ լավ աշխատեց, որն էլ հետագայում կապիտալիզացվեց իր կողմից հեղափոխության ճանապարհով։ Մենք բավականին դեր ենք ունեցել թե հեղափոխության լինելու մեջ, թե հետո որ ինքը վարչապետ է դարձել, չնայած հեղափոխության չենք մասնակցել, բայց մենք գիտենք որ դա արել ենք հանուն լավ բանի, որտեղ լավ խոստումներ են եղել, մարդկանց կյանքը բարելավելու, երկիրը ուժեղացնելու, բայց այդ խոստումները չեն կատարվել։ Մի հատ էլ այդպես փուլ եղել 21 թվականների լավ խոստումներ են եղել, ելի չեն կատարվել։ Դրա համար հիմա իրան պետք է հեռացնենք։ Այսինքն մենք աջակցել ենք որ ինքը լինի, հիմա մեր միջոցով, մեր ջանքերով նաև, առանց մեզ չի լինելու, եթե ձեզ ասեմ, ինքը հեռացվելու է իշխանությունից։ Շնորհակալություն, պարոն Մարուքյան։ Ես եմ շնորհակալ։